Երբ նա ծնվեց, հայրն արդեն լքել էր երկրային կյանքը, զոհվել էր պատերազմում։ Իմ ծնունդը եղել է նաև սփոփանք, թե հորս, որ արդեն պատերազմի դաշտում էր, թե մորս համար։ Այդ սփոփանքը դարձավ կյանք, առողջ մթնոլորտ, ուրախություն, բայց այդ ուրախության մեջ կային մայրիկիս արցունքները նաև անընդհատ հոսող։ Երգիչ դառնալն առանձնապես ոչ երազանք եւ ոչ էլ նպատակ է եղել։ Երգի հանդեպ անզուսպ ցանկություն առաջացավ 18 տարեկանում։ Նկատեցի, որ վաճառվում են նաև երգերի նոտաներ։ Գնեցի Սայաթ Նովայից սկսած մինչև ամեն ինչ, որպեսզի ընթերցելով նվագեմ եւ երգերը երգեմ, ես սկսեցի երգել։ Մայրս էլ զարմացավ, որ ես կարող եմ այդպիսի ձայն ունենամ։ Շուրջ 16 տարի առաջ նա իսկական պայքար մղեց մահվան դեմ։ 1 ժամում 20 կլինիկական մահ։ Այսօր էլ շատ լավ հիշում է անվանի բժշկի հետ իր հուզառատ զրույցը։ Շատ հուզված ասացի։ Նոր եմ թորնիկ ունեցել 6 ամիսա, ինչ կլինի ինձ 1-2 տարվա կյանք տվեք, որ ես մի քիչ ավելի հասկանամ, թե ինչն ասել է պապ, ժպտաց եւ ասեց. Հիմա իմ պարտքն է ձեզ վերադարձնել ժողովրդին, իսկ ձեր պարտքն է երգել ամբողջ կյանքում։ Կյանքի իմաստը պայքարն է, շրջապատին ճիշտ հասկանալն ու բոլորին ներելը, ասում է նա ընդգծելով, իսկ լավ կյանքի իմաստը փորձություններից հաղթանակած դուրս գալն է։ Այս շաբաթ միասին կքայլենք Ռուբեն Մաթևոսյանի կյանքի ուղիներով։ Դիտեք շաբաթ 22:30-ին Շանթ եթերում։